Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Նիկոլստանում արդեն ամեն առավոտ երբ զարթնում ենք, սպասում ենք կամ ինչ-որ մեկի ինֆարկտ ինսուլտ ստանալուն կամ ինչ-որ մեկի նկատի ունեմ նորմալ հայերի բանտարկություններին։ Հերթական մեր հերոս հրամանատարներից մեկին, Աշոտ Երկաթին, մարդ, որը չէր ասում առաջ, ասում էր իմ հետևից առաջ, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատարին, փայլուն բանաստեղծի, որը որ մարտադաշտում անգամ հոգով էր կռվում, զենքով եւ ուղեղով, շինծու, հերթական շինծու քրգործով կրկին բանտարկել են, սա երկրորդ անգամ է արդեն, առաջի անգամ Աշոտը մի կերպ դիմացավ եւ շատ լուրջ առողջական խնդիրներով դուրս եկավ Բերդից, ազատ կալանքի իհարկե ոչ լիովին, եւ կրկին շինծու գործ, կրկին Աշոտի ձեռ չես քաշում, Նիկոլ, տղա տեսակ չես սիրում, չէ, որոշել ես, որ բոլոր տղաների գլուխը պտի ուտես, չես մտածում, որ բումերանգի ֆակտոր գոյություն ունի, հերթը քոնն է։ Աշոտ Երկաթի փայլուն ուղու մասին ականատեսի աչքերով կարող եմ ես պատմել ու դա անվերջանալի կլինի, որովհետև նա իսկական լեգենդ է եւ պետք չէ դրվագներ ստեղծել կամ գեղարվեստականացնել, նա ինքը գեղարվեստականություն էր, նա ինքը ոգի է եւ հուսանք Աշոտ ջան դու կդիմանաս, այս անգամ էլ կդիմանաս, չնայած ստենդավորած, բայց դե դու երկաթ ես, չէ, քո մեջի երկաթներն էլ պետք է քեզ օգնեն, որ դիմանաս, պտի դիմանաս, լսում ես, դու պտի դիմանաս, որ հաղթենք։ Ուզում եմ սկսել հենց Աշոտի խոսքերով։ Այսօր եկա քեզ այցի, ինչպես միշտ տխուր ես, եղբայր, հոգիս պատրաստ է լացի, հոգիս, որ դարձրել ես քար, ինչպես միշտ նայում ես կարոտ ու այնպես միայնակ ես դու, քո դեմքի ժպիտը թախծոտ, ես անվերջ կրում եմ իմ հոգում, դու այնպես պատվով ապրեցիր եւ ճամփան քո անցար փառքով, երբ որ ինձ քո տեղն եմ դնում, թվում է ապրում եմ պարտքով, եւ գիտես պարտք ունեմ տալու, քո եւ իմ ընկերներին, ու կտամ այդ պահն էլ է գալու, ու կտամ մի բան էլ ավելին։ Աշոտ ջան, դու այնքան շատ ես բոլորիս փոխարեն տվել այդ պարտքերը, որ կարծում եմ արդեն մենք ունենք պարտք քեզ տալու, քեզ հայրենիքին, մեր բռնած ուղուն եղբայր, ու մենք էլի հաղթելու ենք, հաշ, լսում ես։ Հիմա փորձեմ հավաքվել, քանի որ իմ ավակ եղբայրների մի մասը Բաքվի բանտերում են, մարտական ընկերներս Նիկոլստանի թուրքական բանտերում են, նրանք, ովքեր այստեղ ենք, պարտավոր ենք եւ իրենց փոխարեն եւ մեր կռվել ներքին եւ թուրքերի դեմ, դրսի թուրքերի դեմ ու կռվելու ենք։ Ու մինչեւ վերջի ազատամարտիկ Աշոտը մի հատ լավ խոսք ուներ, մի օր վրաններում ասեց. Սոսե ջան, սրանք մի օր մեզ բոլոր կռվածներից կանգնեցնելու են պատի տակ ու ասեն մեր եղբայր թուրքերին եք սպանել։ Ու բոլորից դրա համար գնդակահարելու են, չի հասնելու այդ պահը։ Դուք բոլորդ պատասխան եք տալու, դուք բոլորդ պատասխան եք տալու հայկական դատի առաջ, Նիկոլ եւ Նիկոլաս Զավրեր, թուրքական 5-րդ էշալոնի, բոլորդ պատասխան եք տալու ու պատասխան եք տալու մեզ, հենց հաղթողներիս, ու այդ օրը հեռու չի, քիչ մնաց, ոչինչ, կհամբերենք, մենք ուժեղ տղերք ենք։ Դառնանք, անդրադառնանք առօրյա մեր հոգսերին, ժողովուրդ, մենք գալիս ենք այստեղ ոչ միայն խոսենք ու գնանք, գալիս ենք մատնացույց անելու այն ամենի վրա, ինչին դու ուշադիր չես լինում հավանաբար, որտեվ եթե ուշադիր լինես, դժվար թե հանդուրժես
այս ողբերգությունը, այս այլասերվածությունը, այս լոճվածությունը, ասել Ավինյան Տիկոյն են, որ ասում է շատ եք լոճվել, համբալիչ, դուք վաղուց արդեն լոճվել եք, անցել եք կարմիր գծերը, դուք հո Քեմալի պուճուրների հետ, քո այդ գերագույն գլխավոր անասունի կենթանու հետ, որ Նիկոլ է կոչվում, վաղուց արդեն անցել եք բոլոր գծերը, ու հետ որ ասում ես 45 հատ տրելեյբուս եմ առել մետրո սարքելու Աչափնյակի մետրոյի կայարան սարքելու փոխարեն, չեմ հասկանում դու ժողովրդին ես էշի տեղ դնում ինքդ էշ լինելով, 45 բանի տրելեյբուսի փողով դու մի փոշ չէիր փորի մետրո կառուցելու համար, այդ ուղակի միջակությունների մասին ուղակի անցողիկ, անցնենք լուրջ թեմաներին, Աղալարովի հետ, այո, Ալիևի փեսա Աղալարովի, Աղալարովի հետ առևտուրանող գրզո, այ գրզուն, դրա համար են չէ քեզ գրզո ասել, Խաչատուր Սուքասյան, Լոֆիկ, Սամվել Ալեքսանյան, ձեր մեկիտ մեգա թրեյդը, են մեկիտ շիշոլդա է, եսի մինչ գրողու ցավա, այդ բենզին ներկրողը, դուք եք չէ երկու ընկերությունների, պաստորեն Նիկոլի հավատարմատար կաշիլյոկը մնացել եք հետ երկուսետ, ձեր միջոցով ծորենի տեղ կոմպիկեր եք բերում, բենզինի տեղ ավտոյուղ եք բերում, ջրի հետ խառնած, որ ավտոներն է շարքից հանում արդեն փաստեր կան, ու դեռ մի հատ էլ ձեր լցակայանները ջարդող ջահելներին եք բանտարկում, իդեպ ասեմ վանաձորցիներ հերթական անգամ Կիրովականի տղերք, հերթական անգամ Հուսախապչարիկ, ես ձեր թասիբին մեռնեմ, հիմա անցնում ենք Կճոյանի, Բենտլի Կճոյանի, այդ բենզինը ավտոյուղ է խառնած ջրի հետ, ըստ լաբորատոր ստուգումների դա է ցույց տվել, նա քայքայում է ավտոմեքենայի շարժիչը, հենց դրա համար էլ այդ ավտոմեքենաները փչացրել է, դրա համար էլ հենց Կիրովականում ջարդել են բենզինլցակայանները, ու ճիշտ են արել, ու դա պետք է լինի համատարած, որպեսզի հասկանան, որ մեր տղաների արյունը, մեր 7000 զոհված տղաների արյունը դեռ վերջի պատերազմին եմ ասում, բենզին ու նավթ չի, որ թուրքերի հետ փոխանակում կատարեք, այ անաղուհաց լափակեր շներ, թուրքի շներ, հիմա անդրադառնանք Նիկոլա Տաբրի հոգևորական երթերին չակետավոր, այդ Նիկոլը չկար, ոչ մեկը չգնացիք, հա, աղոթելու, քեմալական պայմանագրի դեբիլներ, Նիկոլ եկավ էլի ժրել եք, Էջմիածնի վրա մի անգամ փորձեցիք, ատամները ջարդեցին, հիմա նորից ամսի 28-ին Նիկոլը որոշել է անձամբ մայրաթորի վրա հարձակում գործադրել, եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ Նիկոլը ոչ թե եկեղեցին է մաքրում, այլ ուղղակի մահմեդականության քարոզարշավ է սկսել, ապա կարող եք հանգիստ մտնել, եսի մեջերում դրել եմ Նիկոլի բոլոր սկրինշոտերը իրա հենց էջից, որ ասում է հարկավոր է դնել ազգային ժողովում ու քննարկել, Մարիամը կույս է եղել, թե չէ, ոնց է կույսից ծնվել Քրիստոսը, ով է Քրիստոսի հայրը, արա դու գնա պարզի ով է քո մայրը, ոչ թե Քրիստոսի օր հետևից ընգի, գնա պարզի ով է պապդ, որտեղից ես ծլել, չնայած դու լավ էլ գիտես, որ պապը թուրք է, մայրդ էլ բենդեր, շատ լավ գիտես, Նիկոլ, ես չէ որ պետք է քեզ դա ասեմ, ամսի 28-ին Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշեզադեն, արդեն ակնհայտ, Նիկոլ Փաշեզադեն որոշել է իր քեմալական պայմանագրի, ես եթերից այդ պայմանագիր բառ ուրիշ կերպ եմ միշտ ասում, չեմ ասի, քեմալական պայմանագրի իր բուջուրների հետ որոշել է հարձակում կատարել Էջմիածին,
Նիկոլ, հիմա ինչ եք անելու, այդ Թալինի քաղաքապետին, այդ Տավրոսիկին էլ ես բերելու, որ շալվարը հանի, չհանի, հագնի, ընդեղ չգիտեմ ինչ անի։ Տավրոսիկի դեպ ասեմ, դու եթե մտել ես ՔՊ, քո շալվարը արդեն վաղուց թուրքերը իջեցրել են։ Ու չեն էլ նայել, որ բութ դեմքով անասուն ես, տգեղ։ Ընդեղ գեղեցիկ լինելու խոսք չկա, ընդհանրապես։ Իրեն հարգող շունը քո վրա չի աճա, ինչ մնաց ինչ որ կին։ Քիչ էր մեզ Արու Իջևանի քաղաքապետը, հիմա էլ Թալինի շալվար հանողն է քաղաքապետ։ Նիկոլ, դու սրանց որտուց ես ճարում, թե բուծում ես, որտեղ ես բուծում այդ անասուններին, չնայած քո գոմում քո տիպին պետք է լինեն էլի հավաքվածները։ Հիմա այն, որ ասում եք եկեղեցին է մաքրում, կրոնի համար է Նիկոլ անում, որոշ ապուշների, որ մտում եք էշեշ բաներ եք գրում եթերներից տակ։ Հիմա ես մի հատ պարզ ձեզ հարց տամ։ Բենտլի Սամոն իր ասաբնյակը արաբկիրում, որպեսզի կարողանա սեփականաշնորհել, անցավ Նիկոլի կողմը։ Բռնաբարիչ են Վրաստանից փախած ապուշը, որ ընդեղ ծեծում սպանում էին, փախավ։ Տեր հայրը, այն մեկը, ինչ էր նրան, Առաքել, ինչ է Վրաստանինը։ Միրզախանյանը, նրան այդ ձևով են բերել, լրբերը սրբեր չեն դառնում, նրանց գրոշով առնում են, գրոշով ծախում, հասկացեք վերջապես ժողովուրդ, Նիկոլի արշավը ոչ թե եկեղեցու մեջի զիբիլ հավաքելն է, այլ հավատքի դեմ է, Փաշեզադեի վերջին հրահանգից հետո Հայաստանի Փաշեզադեն որոշել է, որ պետք է եկեղեցու վրա արշավ սկսի։ Իդեպ ասեմ, որ Ալիևի սրտի կաթողիկոսը Կճոյանն է։ Ատենց են գրել ադրբեջանական սմիները արդեն, թուրքական։ Հիմա դառնանք հաջորդին։ Ժողովուրդ, եթե չես կարող կռվել, եթե չես կարող կռվել, մի հագի շինել։ Մի քանդի, եթե չես կարող շինել, զզվելի է, երբ ժանգոտ մին սկուտեղ իրեն դնում է ճենապակու տեղ, ասեմ պարզ։ Հիմա եթե դուք չեք կարողանում ոչ մի կերպ պայքարել Նիկոլի դեմ, մի կողմ դնել ձեր անձնականը, մի խաղացեք օպոզիցիա։ Նրանք, որոնք որ պատրաստ չեն ամեն գնով Նիկոլ հեռացնելուն, այդ դիմակներդ պատրված է տակից երևում եք, մի խաղացեք օպոզիցիա, հերիք է, շոուները ձեզ ոչինչ չեն բերի, ժողովուրդը արդեն այդ շոուները չի ուտում, որովհետև լավ տեսնում է դուք այդ շոուների տակ ինչեր եք անում։ Հիմա արդեն զտվելու է երևի ամբողջական բոլոր և օպոզիցիոն դաշտը, և թուրքամետ կառավարական դաշտը, որպեսզի հասկանանք ով է, թացը չորից ջոգելու ժամանակն է, էլ ամեն երաժշտության տակ խաղալը չի ստացվելու տղերք, հարկավոր է իրոք համախմբում, հարկավոր է իրոք պայքար, Բաքվի բանտերում, ամսի 18-ին կանգնեցին, ես դա որպես ուղերձ եմ ասում ամսի 28-ին կանգնելու համար նաև, որովհետև ամսի 28-ին պետք է դնենք մի կողմ, ամեն ինչ, չեն դեղել էր պարզերևում, խաղացող, չխաղացողը, ով էր ճիշտ, ով եկավ, ով չեկավ, ով էր ճիշտ, ով էր սխալ, էդի զտման վայր էր հեն։ Անդրադառնանք այն ծախված ամենազզվելի բանն է, երբ հերոսական ճանապարհ սկսած կամ որոշ հերոսական մարտական ուղի ունեցող տղան դառնում է թուրքի փալազ, ծախվում է, ամենազզվելի բանն է իժո Սամո։ Սամո, ինչքան կարելի էր քեզ դա քո դատարկ բութ գլուխը լցնել։ Քանի անգամ կարելի էր դա քեզ ասել։ Քո կաշին, քո հաստ կաշին, այդքան քո համար թանկ Ախր ժողովրդի համար այլևս դա արժեք չունի, դու վաղուց արդեն քո կենսագրությունը այնքան ես կեղտոտել, որ արդեն են 90 թվականի իժո Սամոն չկա, որովհետև 92-ից սկսած դու կեղտոտում ես քո կենսագրությունը, հիմա էլ թազատրուկ ես սկսել, քաղաքական, արա այ անտառաճանաչ ապուշ, աննոտ ազգան դու կարաս գրես, որ թուղթ ու գրիշ տանք,
Հիմա էլ սկսել ես արդեն Ռուբեն Վարդանյանի վրա թուրքերին գործ տալ։ Էդ էլ քո հայրենասիրության ձևն է։ Ինչի դու չգիտեիր, որ ամերիկյան լրագրողին, եթե հարցազրույց ես տալիս, դա հասնելու է թուրքերին։ Որովհետև ՆԱՏՕ-ի ամենաուժեղ զորքը դա Թուրքիայի զորքն է 64,000-անոց մեռա ասելով։ Ու դու դա գիտես, դու ռազմական գործիչ ես Սևին Սքին։ Գոնե այդ մի բանը, դու հաստատ գիտեմ, որ գիտես։ Փաստորեն իմանալով ես փուրը տալիս Վարդանյանին, մի լավ օրի է, հա, Ռուբեն Վարդանյանը։ Կամ ով ուզում է ինքը եղած լինին, եթե նա թուրքական բանտում է, նա արդեն ունի բոլորիս աջակցելու կարիքը։ Դու ոնց ես կարողանում, դե Խզմալյանից չեմ խոսում, Խզմալյանը զիբիլ է եղել են գլխից էլ։ Թուրքի զիբիլ է Խզմալյանը։ Մի մարդ, որ ինքը իր սեռավորոշումն էլ չգիտի։ Չգիտե, եկա, գոնե են մեկը գիտի, որ արու է, ինքը չգիտել, եկա թե արու։ Հա, իդեպ դու էլ ես արու, թե եք ես, ինչ ես, ինչ որակի ես։ Անո ես, չէ, էտ ռուսերեն ասած, երրորդ սեր։ Են Դուրգարյան դեբիլը։ Տեսել ես, որ օպերայում քեզ չեն գալի լսելու, որոշել ես եկեղեցին բեմ սարքես քեզ։ Այ Դուրգարյան վրեժ, մի հատ էլ հələ վրեժ, չէ մի չէ, ջրվեժ։ Որոշել ես հելներ կրիշը եկեղեցու, ամենաճիշտ տեղն էր, ընդից սաղին կտեսնեիր, քեզ որ չտենային էլ ջանդա, մեկ օպերա ոչ մեկ չի գալի քեզ լսելու։ Փոխտնօրենն ես, չէ օպերայի։ Օպերան ինչ վիճակում է, արա։ Էդ ինչ եք հանում, ինչ եք ամեն մեկըտ ձեր կերպարը աղավաղելով, անկյունից երևալու ժամանակ եք գտել, ու կարևոր չի, չէ, լավով կերևակ, վատով կերևակ, կարևորը ձեզ ճանաչեն, ճանաչեցին։ Գոհեք հիմա ժողովրդի փնովելուց, ժողովրդի թքելուց ձեր վրա, ձեր կենսագրության վրա, ես ինչ եք հանում, արա, են բաներ հայտնի սերիալների դերասաններ, դե գոնեն մեծ կնանիք, որ տանը նստած են ըլնում, սերիալ են նայում, հենց հեռուստացույցը միացնում ենք, մեկին տեսնում են Լևոնին, այս վերջի հայտնի դարձած են նորա եփուկներից, արդեն տնեցիք էլ են ասում, վայ դու սրան չգիտես, է չես նայում, եսի բաննա, ես ինչնա, ու վերջից էլ ասում են, վայ թաղեմ քեզ, գնացիր Նիկոլի մոտ, հերիք հարը, ես ինչ եք անում, արվեստը այլանդակել եք, կրթությունը այլանդակել եք, ինչ այդքան շատ եք ձեր փորնոստամոքսը սիրում, այնքան շատ, որ որդվելու վախից ձեր երեխեքի, արդեն ավելի շատ եք սիրում ձեր էս պահի լապել թապելը, և մինչև ուր եք գնալու սենց, ես ուզում եմ մի հատ էլ հարց տալ հենց էդ մի քանի գրոշով ծախվողներին, հայրենիք ծախողներին, Նիկոլը որ չեղավ, հաշված է, հետ հաշվարկը վաղուց արդեն մոտ է ավարտին, Նիկոլը որ չեղավ, դուք ինչ եք անելու, ոնց եք արդարանալու, որտեղ եք պահկվելու, արդեն չեք էլ կարալու ուրիշ մի ուժի տակ կզել, որովհետև դրանից հետո էդ էլ չի ընդունվելու, ինչ եք անելու, ոնց եք դուրս գալու ես ամենի տակից, Ավինյան տիկո էդ որ փողեր ես շորթել, էդ փողերով մեր կոպելար, որ հերդ տաքսիկ շեն, համբալերդ, որովհետև վերջը դա է մնալու, դրանից հա չես սկսել, երկիր ենքան կլոր է, բումերանգի օրենքն էլ ենքան հստակ, որով ինչ անում է, վերջում հետ է գալիս իրեն դա, չմոռանաք դա, ամսի 28-ին, բոլոր օպոզիցիոն ուժերին, բոլոր անհատներին, բոլոր նրանց, ովքեր ունեն եսի խնդիր, մի կողմ դրեք եսը, չկա եսը, եսով չի լինելու, եթե այդքան լավ եսասեր տղերք եք, եսով լուծեիք այդ հարցը, մենակով գնայիք լուծեիք, քանի որ չեք հարել, չեք կարողացել 18 թվից սկսած, ուրեմն եկեք մենքի, եկեք համախմբման, ամսի 28-ին, բոլորին, մայր տաճարում, լինելու է կամ Սարդարապատ, կամ Աննիկոլ Հայաստան, մենք կրոն չունենք կորցնելու, կրոն կորցրենք, մենք կորցնում ենք պետություն, մենք կորցնում ենք մեզ որպես ազգի տեսակ, ու եթե խեղաթյուրված մշակույթը հնարավոր է դեռ վերականգնել,
Ու եթե այլանդակված կրթության ասպարեզը, կրթահամակարգը, որ չկա ընդհանրապես, մտեք դպրոցներ տեսեք ինչ վիճակ է, լացելու վիճակ է, գոյություն չունի, որովհետև ընդեղ մի հատ վաքսի վրի մայմունա նախարար կոչված տեղ, ապա կրոնը միակ բանն է, որով ազգը դեռ կենդանի է, ամսի 28-ին պարտավոր ենք մի մարդու նման, մեծից փոքր, կին թե տղամարդ, երբ հայրենիքը վտանգի մեջ է, հայրենապաշտպանությունը սեռ չի ճանաչում, հայրենապաշտպանությունը, հայրենապաշտությունը չի ճանաչում անգամ տեսակ, որակ և չգիտեմ ինչ, եթե կա այդ հայրենապաշտությունը, ամսի 28-ին բոլորիդ մի մարդու նման սպասում եմ մայրաթորի դռների մոտ, որպեսզի ամեն մի օպերայից փախած ապուշ չգա և բարձրանա մեր կաթողիկոսների գերեզմաններին տղա երևալու համար, որը չկա։ Հայրենիքը բոլորիս կարիքն ունի, պատշարից մինչև կոշկակար, գիտնականից մինչև ազգային ժողովի դեպուտատ, բոլորիս կարիքն ունի, մարտական ընկերներիս կարիքը առավել ևս, բոլորիդ սպասում ենք ամսի 28-ին մայր տաճարի դռների մոտ։ Ինչպես գիտեք, բոլոր ամենասկզբից առևանգումների, այդ սպանությունների ամենաառաջի զոհերից մեկը եղել եմ ես։ Եվ երբ հիմա անուն ազգանով մի անգամ շեշտել եմ չեմ կրկնի, որտև դրա ժամանակն ու տեղը չի կգա դրա ժամանակը, և երբ ինձ քեմալական պայմանագրի սրտի օրգաններից մի հատ պաշտոնյա դռների մեջ փակեց, մի հատ պարզ բան ասեց, որ ուզեմ ինքը հիմա երևի ինձ լավ լսում է, որ ուզեմ մի Քենեդի սպանությունն էլ վիզ կառնես, այս դռներից դուրս են գալիս կամ հանցագործ կամ մեր ուզած ձևով։ Ասեմ, որ չի լինելու, ոչ ձեր ուզած ձևը, պարոնայք Նիկոլի ներքին օրգաններ, պարոնայքը չագետա, որ դուք պարոն չեք կարա լինեք, և ոչ էլ լինելու է ձեր ուզած երկիրը, չենք թողելու, որ խժռեք։ Արտուր Գրիգորյանից հետո, մահից հետո Արմեն Գրիգորյան, չէ, Արմեն Գրիգորյանից հետո Վալոդյա Գրիգորյան հիմա։ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից անցել է 3 ամիս ու ոչ դատ, ոչ դատաստան, այդ չգտակ ով էր սպանել, բա ասում եք կամերաներ կա, ոնց որ իմ դեպքում ասում եք կամերաներ կա, այտենց բան չի եղել, կամ առաջի օրը եղել էր, երկրորդ օրը հանկարծ չեղավ, հիմա էլ Գրիգորյանի դեպքում չկա, բա մի քանի օր առաջ դրանից, այդ սպանությունից մի քանի օր առաջ կամերաներ էր դրված ու դուք ասում եք կա փաստեր։ Հիմա ստացվեց, որ սպանող չկա, մենակ չասեք Կուտոյանի նման 12 անգամ ինքն էլ է իր գլխին կրակել, հետևից էնել։ Մի բան ակնհայտ է, քանի կան Քեմալական պայմանագրի 5-րդ թուրքական շարասյունը, ակնհայտ է, որ մեր հերոսները, Միքայել Սրբազանը վատառողջ է ու ոչ մի կերպ չեն ուզում նրա բժշկությամբ զբաղվել։ Մեր հրամանատար տղերքը Աշոտ Երկաթը, մնացած տղերքը հատ-հատ չքննարկենք, որովհետև ամեն անգամ մի նոր հրամանատար են բերդ տանում և հիմա բերդերը սրբավայրեր են դարձել, որովհետև ենտեղ են միայն մեր հոգևոր ամենահերոս հոգևորականները, հոգևոր դասը և մեր հերոս հրամանատարները, մեր ընտրյալներն են հիմա բերդերում, իսկ հանցագործներն ու մարդասպանները փողոցներում զվռնում են, կամ էլ կառավարության թևի տակ են ու կառավարության շենքում։ Սենց որ գնաց, կատակերգուներից մեկը, որ ասում էր, սենց որ գնաց, երեխաների մկրտելու համար տանելու ենք Նուբարաշենի բերդ, ճիշտ էր ասում։ Եվ քանի կան նիկոլիզմը, ոչ մի գործ չի բացահայտվելու, առեսօր ոչ մի քաղաքական աստառ ունեցող գործ, սպանություն լինի դա, առևանգում լինի դա, թե կարած քրգործեր ելնեն, չի բացահայտվել, չի բացահայտվելու։ Վստահ ասում եմ, բոլոր են գործերը, որը որ իբր թե արդարադատությունը
Արդարացրել է կուլիսային խաղերի հետևանք է։ Նիկոլի օրգանները, Նիկոլի դատարանը չի կարող Հակա Նիկոլականի համար արդար դատավարություն անել, որտեղ ուղիղ հրահանգ ունի Նիկոլից բոլոր իրենց հակառակորդներին, բոլոր հայերին, որոնք թուրքանալ չեն ուզում ու չեն թուրքանալու, փակել բերթերում, սպանել, ինչպես Գրիգորյան Արմենին, ու հետքերը սվաղել ու այնպես սվաղել, որ չկարողանան գտնել։ Հետքերը սվաղել չեք կարողանալու։ Ուղղակի հիմա մուրշնել է ձեր ձեռը մեղնել, ոնց ուզում այնպես խփում եք։ Բայց մենք ձեր ակցանն ենք, այդ մեխերը հաթաթ անելու ենք։